բանության պատճառով, բայց հետևել եմ ամբողջ դատական լիստին, եկացնել, որ հաստաբան Վարդամանյանը ինչա ասում, որ գնդակարել աներուսացել եմ էլի, Հիմա դրա մասին ինչի համար եք ասում։ Որ ինչի համար ասում, որ չեմ դատական իրավունքից է օգտվում, առարկում։ Ես էլ եմ իրավունքից չօգտվում։ Դուք ինչ եք անում։ Առարկում եք դատարանի գործողությունները։ Դատարանի։ Ինչ եք ուղղարի ասում։ Ասում եմ, որ աշխարհարչած սուփասան փաստաբանն է, էլ եմ ասում։ Հաջորդի նմանատիպ արտահայտություններ հնչեցնելու դեպքում դատարան ձեռնարկական սանկցիա։ Պատվարժան դատարան, եթե իրականում չեք կիրառում դատավարական սանկցիա, այն պայմաններում, որ նախորդող դատավարական նիստերի ընթացքում, այդ թվում նախագահի և մյուս մասնակիցների նկատմամբ դուք միշտ սանկցիա կիրառել եք, և այս պարագայում ես միշտ էլ ասել եմ, ամեն դեպքում պարոն Քլոյանի վիշտը ես ընկալում, բայց պարոն Քլոյանին որևէ մեկը իրավունք չի տվել, առավել ևս իմ նկատմամբ նման արտահայտությամբ հանդես գալու։ Ես ինձ նաև որպես հայ մարդ տարիքը հաշվի առնելով չեմ պատասխանում ձեզ, բայց այն, որ ձեր արտահայտությունը պետք է ունենա իրավական հետևանք, անխոս։ Իդեպ, գործընկերս գտնում է, որ քրեական հետապնդում ձեր նկատմամբ պետք է հարմարվի։ Դե դեպքում դուք կարող եք ինքնակամել ներկայանալ հաջորդ անգամ քննչական մարմին, մինչև տենց արտահայտություններ անելը, բայց ես միևնույն է ձեր տարիքը հարգում եմ և դատարանին եմ հարգում, որ հիմա ձեզ չեմ պատասխանում։ Շնորհակալություն։ Պատվարժան դատարան, իմ համար ընկալելի չէր ձեր խտրական վերաբերմունքը, որովհետև ամենայն դեպս պաշտպանական կողմի նկատմամբ, հատկապես կարկառունի նկատմամբ, յուրաքանչյուր բառ, որ ես ասում եմ, և նախորդ դատական լիստին ասի, որ իմ մոտ տպավորություն է, որ ես շուտով եթե ասեմ հարգելի դատարան, դուք էլի կիրառելու եք սանկցիա։ Բայց դուք սանկցիա եք կիրառում են պաշտպաններում, երբ որ կիրառելու իրավունք չունեք, և այն պայմաններում, երբ որ ակնհայտ եք սանկցիա կիրառեք, ասում եք հաջորդ անգամ կկիրառեք։ Սա կոնկրետ խտրական վերաբերմունք է, ուղղակի արձանագրենք այս փաստը, հետագայում իհարկե դա կունենա համապատասխան Կարելի է։ Սահակյան, դուք նաև հաշվի չեք առնում մեր հանգամանքը, որ դատարանը մեկ անգամ ամենայնպես ընդգծել է, որ առանձնակի հարկանք ունի որևէ հակակերան կամ առավել ընդգծված բացասական վերաբերում ձեր նկատմամբ դատարանը չունի, ձեր միամսյակներ շնորհավոր։ Շնորհակալ եմ շատ, բայց ձեր գործողությունները հակառակի մասին։ Կարելի է կարճել բարձրության շահարկեք մեր գործընթացը։ Պատվարժան դատարան, այս որոնքը ձեր կանոնության տակ նորա գտնվում, բայց մենք այս որոնքով բավականին երկար ժամանակահատված դատական պրոցեսի մեջ ենք եղել, ու ես ուզում եմ հիշեցնեմ, որ այս պրոցեսում նախորդիվ քննության ընթացքում հարցանցումներն են ասել, որ փաստաբանների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվել, ու այդ բոլորը գալիս է նրանից, ինչի կապակցությամբ ես նաև դիմումով եմ եսեկետական, գործին ինտերնացիոնալիստի կապչային, մեկ դատական նիստի անվտանգությունը չապահովելու հետ կապված մեր չեմ ներկայացել դատական նիստին, ու այս բոլոր գործողությունները գալիս էին այս տիպի վարքագիծը դատարանի կողմից չկանխելու պատճառով։ Մենք մի հատ այս այսպես ասած փուլով, շրջափուլով մի անգամ անցել։ Այն ժամանակ, երբ որ բարձրաձայնում էին այս անթույլատրելի վարքագծի մասին, ես չեմ լսում։ Հարցը հասավ նրան, որ դատական նիստեր չկայացան այս վարքագծի պատճառով։ Հետո նոր ասենք ուժողի ներկայացուցիչները երևի գիտակցություն եկավ, երևի չգիտեմ այլ հանգամանքներ առաջ եկավ, հասկացան, որ դատական նիստերի դահլիճը դա չի։ Հիմա ոնց որ հասկանում ենք, էլի ինչ-որ բան խառնել։ Չեն հասկանում, որ գտնվում են դատական նիստերի դահլիճում, պատասխանատվություն պետք է կրեն իրենց արտահայտած ցանկացած մտքի հետ կապված, եթե դժվարանում են, ուներ ներկայացուցիչ կարող են խորհրդակցել, դրանից հետո իրենց վարքագիծը ներկայացուցիչ։ Ես չեմ հասկանում, էլի ասենք, արդյոք այդ նորմալ է, քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամի հորը, հայրը, երբ որ փաստաբանին ասում է սուտ ասա։
Մի հատ նայեք քաղաքացիական պայմանագրի դիտարկության արտահայտված դիրքորոշումները ընդհանրապես 7 տարվա մեջ սուտասանության հետ կապված ու հիմա դատական նիստերի դահլիճում եկե դա է վիճակում։ Ես խնդրում եմ միջոցներ, գործուն միջոցներ ձեռնարկեք այդ առումով, որպեսզի այս դատավարությունը, եթե հնարավոր է, մնա իրավական դաշտում, այլ ոչ թե կան ու զրպարտող հայ մարդուն ոչ հարիր արտահայտություններ անեն դատական նիստերի դահլիճում։ Շատ լավ, պարոն Օրբելյան։ Ես մեկ հայտարարություն։ Անցած անգամ փաստաբան Օրբելյանը չեմ սխալվում նկատողություն ստացել դեմքի արտահայտության համար, ես նկատողություն եմ ստացել ձեռի շարժման համար։ Հիմա ես շատ կցանկանայի, որ այս դատարանը կանխատեսելի դատարան լինի, չեմ ցանկանում նկատողություն ստանալ սանկցիաների նկատմամբ, կամ փաստաբանի նկատմամբ, որովհետև կարող է 3 անգամ կերարեք, այսօր զրկեք փաստաբանի իրավունքից ինձ պաշտպանելու եւ հասնել նրան, որ այս դեպքում փորձառու փաստաբան հնարավորապես չմնա։ Իրավունք ունեմ երևի մտածելու, որ նման շարժառիթ այս դատարան կարող է ունենալ։ Հիմա իմ առաջարկը հետևյալն է, սահմանեք ինչ կարգի դեմքի արտահայտություն մենք պետք է ունենանք եւ ինչ շարժումներ պետք է չանենք սուտասանքներից խուսափելու համար։ Միգուցե նկարներով, միգուցե այլ տարբերակով, բայց մենք հասկանանք ոնց մեզ բարինք այս դատարանը։ Պատմական դատարան իսկապես ձեր դիրքորոշումը չի փոխվում։ Անկեղծորեն ես ոչ թե դատարանի գործողությունները ինքն իրեն վերաքննության կարգով դիտարկելու տեսանկյունից են, բայց ինձ մոտ գնալով ուղղակի որոշակի զարմանք է առաջանում։ Այսինքն ոնց կարա անձ դիմի ինձ, ով որ այս վարույթով իր մասնակցությունն է ունենում, ով ունի իր համապատասխան վաստակը մասնագիտական ոլորտում, մտածի իր մասնագիտական վաստակի, որի տոտալ բացակայություն ունի, կարող է նման արտահայտություն թույլ տայի, եւ դա մնա անհետևանք, անկեղծորեն պատմական դատարան, դուք ուզում եք նման ձևը լինի ընդունել ես նիստերին, այսինքն այն ինչը որ մարդը եկա, նախորդ նիստին գրիպեր չէր եկել, հիմա հատուկ լցված եկել է, այսօր որ տենց միտք արտահայտի։ Հիմա ես հասկանում կարող է այդ անումը, որ սադրեմ ես էլ իրեն ինչ-որ մի բան ասեմ, բայց այդ անցել է։ Դատարան նախազգուշացրեց, Քլոյանը նստեց եւ էլ ձեն չանեց։ Այսինքն զուտ նախազգուշացում պետք է լիներ այդ արտահայտության համար, այսինքն եթե ես հիմա նույն ձև օրինակ արտահայտվեմ իր մասին, կամ իդեպ, էլ տնից տեղից է, բայց այլ գործընկերներից մասին, դա կլինի զուտ նախազգուշացում։ Դա հաշվի կա։ Знаете, убеждают все время, что вы не одинаково относитесь ко всем. Вот Тыкин Саакян поздравили с 8 марта, а Тыкин Карапетян почему-то не поздравили. Мне очень обидно, понимаете? Вы в любых вопросах Ալիչուն նստած արգետի դրագրողները մյուս կանայք Ես օրինակ բոլորի շնորհակալ բոլորի մարդու դժվար դու պետք է կարծիք հայտնի մեկ հատկամ դիտակեցում չի սահմանում